փաթեթի մասին է խոսքը, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է, քննարկում ենք զեկուցվող հարցերը, հարց համար 67, ապահովագրական փաթեթը ձևավորելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին հարց է խոսքը առողջության ապահովագրության մասին է, համընդհանուր և ոչ թե համապարփակ, ոչ թե առողջապահության, այլ առողջության, ոչ թե համապարփակ, այլ համընդհանուր, բայց ապահովագրություն, համեցեք։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական ծառայությունների ցանկը եւ դրանց փոփոխման կարգը եւ ինչպես արդեն չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունեցինք եւս 10 կառավարության որոշումներ, որոնք կկազմեն առողջության ապահովագրության առաջին փուլի մեկնարկի 2026 թվականի հունվարի 1-ից համակարգը գործարկելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական բազան։ Պարոն վարչապետ, նաև տեղեկացնեմ, որ 3 օրենքը ստորագրվել է եւ հրապարակվել է, այս առումով էլ ուզում եմ, որ մեր քաղաքացիները եւս տեղեկացված լինեն։ Այս կառավարության որոշումներով մենք սահմանում ենք բժշկական կենտրոնների, դեղատների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը եւ ապահովագրության շրջանակներում նրանց կողմից տրամադրված ծառայությունների փոխհատուցման կարգերը, որոշումներից մեկով ուրեմն ընդունում ենք առողջության ապահովագրության հիմնադրամի մասին ստեղծման մասին որոշումը եւ հաջորդ 2 օրերի ընթացքում ապահովագրական հիմնադրամը կստեղծվի եւ օրենքով էլ սահմանված են անցումային դրույթներ, որ այսօր առողջապահության նախարարությունը եւ մեր պետական առողջապահական գործակալությունը անում է նախապատրաստական աշխատանքները եւ դեռ այսպես ընթացիկ անցումային շրջանում աշխատանքներում ընդգրկված կլինի, մինչև որ մենք արդեն ապահովագրական հիմնադրամը 2 ամիսների ընթացքում ողջ աշխատանքի ծանրաբեռնվածությունը կվերցնի իր վրա։ Պարոն վարչապետ, նաև ուրեմն սահմանում ենք դեղորայքի ցանկերը, ինչից են կարողանալու մեր քաղաքացիները օգտվել եւ նշեմ, որ թե ծառայությունների ցանկերը եւ թե դեղորայքի ցանկերը հրապարակված են, ուզում եմ ասել, որ արմետ հավելվածը արդեն իսկ թարմացված տեսակով արկա է, խնդրում եմ, որ մեր քաղաքացիները այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասով եւ եթե այսօր էլ ներբեռնեք, արդեն կտեսնեք, դուք ունեք 2026 թվականին ապահովագրված կարգավիճակ եւ փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա։ Երևի թե այսքան հակիրճ, իհարկե հարցերին սիրով պատասխանեմ։ Տիկին Ավանեսյան, ճիշտ